Մայիսի 1-ն աշխարհում նշվում է որպես աշխատավորի միջազգային օր՝ ի նշան այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով զարգացնում են պետությունների տնտեսությունն ու պահպանում հասարակական հավասարակշռությունը։ Տարիների ընթացքում այս տոնի իմաստը մի փոքր փոխվել է, այսօր մենք խոսում ենք ոչ թե աշխատավորների օրվա մասին, բայց խոսում ենք աշխատանքի օրվա մասին։ Բայց այս օրը միայն տոն չէ, այն նաև հիշեցնում է մարդկանց արժանապատիվ աշխատանքի, դրա արդար վճարման եւ սոցիալական պաշտպանության պայքարի մասին։ Կարևորը Հայաստանում օրենքը գործի։ Աշխատանքի պայմանները բարելավելը էթիկ կոմպլեքս լուծում է պահանջում։ Ու պետք է ամրագրվի ինձ թվում է օրենքով։ Աշխատողները իրանք ամեն ինչ պետք է անեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են։ Առաջինը ազնիվ աշխատեն։ Մտածեն պետության մասին, պետության զարգացման մասին, սիրել հայրենիքը եւ ամեն ինչ փորձել անել, որ դեպի լավը գնանք, ոչ թե հետ, այլ առաջ։ Իսկ տոնի նախապատմությունը հետևյալն է. 1886 թվականի մայիսին Չիկագոյում աշխատավորների բողոքը հիմք դրեց համաշխարհային շարժման։ Նրանք պահանջում էին 8-ժամյա աշխատանքային օր իրենց իրավունքների, ոչ թե խոնարհումի շրջանակներում։ Չնայած վերջին տարիներին իրականացված բազում բարեփոխումներին, Հայաստանում այսօր էլ աշխատող մարդիկ շարունակում են բախվել ցածր աշխատավարձերին, աշխատանքային իրավունքների խախտմանը եւ սոցիալական անապահովությանն առնչվող խնդիրներին։ Բոլորն էլ աշխատում են, սկսած կառավարության ազգային ժողովից դուրս եկած այն ամենա տարիքով փոքր երեխան էլի մի բան աշխատում է, որ ընտանիքը պահի։ Մեխանիզմներ շատ կան աշխատելու, ով կա փնտրում է, նա գտնում է։ Փոշակարը մարդ են դե իմ համար զբաղվում կա, էլի։ Աշխատում ենք երեխեքին օգնում ենք, կարողանում ենք այդ այլ։ Միշտ էլ կարող է իհարկե բարելավել եւ մտածել ավելի լավ պայմաններ աշխատավորների համար, թեկուզ աշխատավարձների բարձրացման, թեկուզ ավելի լավ պայմաններ։ 60,000 աշխատավարձ Հայաստանում պետք է չլինի։ Քո ղեկավարը պետք է քեզ գնահատի։ Եթե դու արժանի ես բարձր աշխատավարձ ստանալու, ինքը պարտավոր է տալ։ Բոլոր ժամանակներում եւ բոլորը կասեն ոչ, չի բավարարում։ Այնպես որ իհարկե չի բավարարում։ Կարելի է բարելավել այդ պահանջարկը քաղաքացիների, որպեսզի իրավունքները պաշտպանված լինեն։ Պետությունը պետք է մտածի իր ժողովրդի մասին։ Միանշանակ։ Կուզենամ, որ ամեն մեկը ըստ իր աշխատանքի ստանա այդքան, որ կարողանա իրան թույլ տալ եւ հանգստի գնալ, եւ թատրոն գնալ։ Աշխատավարձը չափը բնականաբար լավ վիճակում չի, որտեղ սոցիալական վիճակը ընդհանուր վրա թանկացումներ ա եղել, մնացածը նորմալ վիճակում է։ Քաղաքացիների կարծիքները հաշվի են առնվում նաև օրենսդիրում ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, խնդիրները հայտնի են, լուծումները մշակման փուլում։ Օրենսդրական նախաձեռնություններ ուղղված են նրան, որպեսզի կարողանանք իրավական գործիքակազմերով հզորացնել արմիություններին, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ պաշտպանել աշխատողների իրավունքները։ Կարևոր խնդիրը նաև անվտանգ աշխատանքային պայմանների համար ստանդարտներ սահմանելն է, որովհետև երբ որ խոսում ենք արժանապատիվ աշխատանքի մասին, նաև աշխատանքային պայմաններն են, որոնք պիտի լինեն կյանքի եւ առողջության համար անվտանգ, ինչի համար կան որոշակի նախաձեռնություններ, վերանայելու այն նորմատիվները, որոնք վերաբերում են հենց անվտանգության կանոններին։ Մայիսի 1-ը հիշեցնում է, որ աշխատողի ձայնը պետք է հնչի ոչ միայն աշխատավայրում, այլ նաև քաղաքական օրակարգում։ Շնորհավոր մայիսի 1։